Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Շատ շնորհակալ եմ, որ այս ժամին մեզ հետ եք։ Շնորհակալություն հրավերին։ Միացյալ Նահանգներում հսկաների առճակատում է, բոլորը հետևում էին Մասկը ընդդեմ Թրամփի։ Թրամփի խաղաղություն 24 ժամում խոստումը բերեց ռուս-ուկրաինական պատերազմի ել ավելի թեժացմանը։ Խաղաղությունն անմենուրեք Թրամփի ասված չբերեց նաև լուծում Իսրայել-Գազա պատերազմում, խաղաղ բնակիչները շարունակում են սպանվել։ Երեկ չինական լրատվամիջոցները հայտնեցին, որ Չինաստանը ակտիվ զինում է Պակիստանին 5-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչներով, որոնց մի մասը արդեն օգտագործել էր Պակիստանը Հնդկաստանի հետ վերջին բախման ընթացքում։ Ինչ է կատարվում աշխարհում, որտեղ ենք մենք։ Երևի վերջից կանք դա 5-րդ սերունդ, դա այսպես կոչված 5-րդ սերունդն է։ Այսպես կոչված։ Ու Չինաստանը ունի այն, որը որ 5-րդ սերունդ է եւ իր համար դա չի վաճառվում։ Գոյություն ունի մի մոդել, որը արտաքնապես կրկնօրինակում է F-35-ը, բայց որի շարժիչները միևնույնն է Su-27-ի շարժիչներն են, այսինքն ինքը ամբողջությամբ 5-րդ սերունդ չի, ինքը գովազդային արշավի մի մասը։ Սա Պակիստանին տալը ինչ է նշանակում, նշանակում է, որ ակնհայտորեն Պակիստանը սուտ էր խոսում նրա մասին, որ ինքը այս վերջի կոնֆլիկտի ընթացքում առավելություն ուներ Հնդկաստանի նկատմամբ։ Այսինքն եթե դու ունես առավելություն, եթե քո JF-17-երը, ընդ որում դա այդ JF-17-երը դրանք են, որոնք որ Ադրբեջանին է ինքը վաճառում, եթե դրանք այդպիսի մեծ առավելություն ունեն Միրաժների եւ Ռաֆալների նկատմամբ, ապա ինչ ես դու հիմա ծեծած շամպես ընկել քուչեքը սրանից նրանից բան կերծ կործանիչներ հավաքում, որ բան չի ակնհայտ է, որ Պակիստանի բավականին լուրջ հարված էր հասցվել, բացի դրանից Պակիստանում հիմա բելուջների ապստամբություն է, դա տարածք ազգա իրանական ցակում ունեցող ազգա, հնդի-եվրոպական իրանական ցակում ունեն, իրանք ապրում են թե Պարսկաստանի արևելքում, հետևաբար նաև Պակիստանի արևմուտքում, իրենք ապստամբել են, փակել են ճանապարհները եւ մեծ հաշվով Բելուջիստանը այդ առանձին որպես նահանգ չի ենթարկվում Պակիստանի գլխավոր իշխանություններին Իսլամաբադում, սա ակնհայտորեն բերում է նաև հավելյալ խնդիրների Պակիստանի ներսում, ինչը ակնհայտորեն թույլ է տալիս ենթադրել, որ Չինաստանի խառնվելը Պակիստանի օգտին բացառապես իր սեփական անվտանգության եւ սահմանների հարցի լուծումն է, որովհետեւ Պակիստանին ջախջախած Հնդկաստանը արդեն բավականին լուրջ հակառակորդ է։ Թե բնակչությունով, թե տեխնոլոգիական զարգացումով պետք է հասկանալ, որ այս երկու հսկաները Չինաստանը եւ Հնդկաստանը նոր են մտնում կոնֆլիկտի այն փուլ, որի ավարտը դեռևս չի երևում եւ նույնիսկ ընթացքը չի երևում։ Մենք դեռևս գիտենք, որ Եվրամիությունը Հնդկաստանին հռչակել է որպես գլխավոր ռազմավարական գործընկեր եւ այս Հայաստանով անցնող ճանապարհը հենց դրա նշանակություն ունի, որ Եվրամիության հետ ուղիղ կապ ունենա առանց թուրքական ազդեցության այդ ճանապարհի վրա, սա շատ կարեւոր է։ Հնդկաստանը չի ուզում լինի ոչ այդ ճանապարհին մասնակցի ոչ Պակիստանը, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, հենց այդ է պատճառը, որ Սյունիքի խաշմերուկը Հնդկաստանը թաղողներից մեկն է, էլի, որ ոչ մի խաշմերուկ չի կարա լինի։ Սյունիքը աշխատում է բացառապես Եվրամիություն Հնդկաստան ճանապարհի վրա։ Բարձրանանք մի փոքր բան, Գազայում պարզ ակնհայտ է, որ բացի նրանից, որ Նետանյահուի դեմ քրեական գործեր արդեն մտել են դատարան եւ ընթացքում են եւ Նետանյահուին հրավիրում են դատարան եւ ինքը ստիպված է արդեն որպես մեղադրյալ հանդես գալ, սա ակնհայտորեն բերել է նաեւ կառավարության ներսում բավականին լուրջ խնդիրների արմատը այնտեղ է, որ օրթոդոքսալ հրեաները չեն ցանկանում ծառայել բանակում, իսկ դա բավականին մեծ մասն է բնակչության, միևնույն ժամանակ իրանք բավականին մեծ բյուջե են
ստանում պետությունից եւ սա առաջացնում է դժգոհություն հասարակության ներսում, բացի դրանից դա ակնհայտորեն 10 երեխա ունեն, պատկերացրեք ինչքան առողջ առողջ տղամարդ ուղղակի ոչինչ չի անում եւ որոցե կերպ չի մասնակցում երկրի անվտանգությանը։ Սա բերել է հիմա արդեն գնում են բանակցություններ կուսակցությունների ներսում, որտեղ այնտեղ կոալիցիոն կուսակցություն է, այնտեղ միայն Նետանյահուի կուսակցությունը չի։ Եվ սրա հետ մեկտեղ գլխավոր շտաբի պետի հրաժարականը, որը կապված էր 23 թվականի հոկտեմբերի 7-ի բաց թողումն Շաբակի, այսինքն իրենց գլխավոր հետախուզության պետի փոփոխությունը, որը որ հետևեց նրան, որ Շաբակը սկսեց ուսումնասիրել Նետանյահուի կաբինետում լուրջ կոռուպցիոն գործերը, որոնք կապված էին Կատարի գումարների եւ Գազայի գալացող գումարների մսխման հետ։ Այս ամբողջ ծավալը, որը Իսրայելում կա, ես նորից կրկնում եմ, Իսրայելը շատ արագ տեմպով կրկնում է 11-12 դարի Երուսաղեմի թագավորության ճանապարհը եւ բավականին չեմ ուզում վատայից դուր չի գալի դա, բայց մենք պետք է հասկանանք, որ Իսրայելը այս ճանապարհով գնալով ավելի շուտ գնում է կործանման, քան անվտանգության պահպանման, այսինքն օր առաջ իրանք պետք է ձերբազատվեն թե Նետանյահուից, թե ազգայնական անհիմն ամբիցիաներ ունեցող մարդկանցից, որովհետև այդ տարածաշրջանում խաղաղության միակ երաշխիքը դա երկու պետությունների գոյությունն է։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները որքան էլ որ փորձում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում վետոյի սկզբունքներով կասեցնել այդ գործընթացը, միևնույն է, որից մի օր դա ի վերջո գալու է առաջ, չես կարող դու ՄԱԿ-ի որոշումը, որտեղ պետք է լինի երկու պետություն, քո միակ տարբերակը այդ ճանապարհով գնալն է, չես կարող էթնիկ զտում անել, չես կարող ցեղասպանություն անել եւ դա անցնի։ Հիմա ուժային կարողանում են, հա, ասենք, չգիտեմ, արևմտյան ափում բերում են ինչ-որ բնակավայրեր են դնում, իսրայելական հրեաներին են բնակեցնում արաբների մեջ, բայց այդ հոկտեմբերի 23 թվականի հոկտեմբերի 7-ի վերլուծությունները հենց անմիջապես հոկտեմբերին մի քանի օր հետո որ եղավ, ես ուշադիր նայում եի Իսրայելի ռազմական եւ հետախուզության գործիչները ասում էին, որ հիմնական պատճառը բաց թողմանն էր, որ արևմտյան ափում նոր ստեղծված բնակավայրերը հրեաներով բնակեցված պաշտպանված չեն եւ մենք ստիպված էինք սահմաններից հանել զորքերը, որ իրենց շրջանաձև պաշտպանություն ապահովենք այդ բանին, այսինքն Նետանյահուն այսպես թե այնպես մեղավոր է, թե բաց է թողել հարվածը, թե հետախուզությունը չի աշխատել, թե նրա պատճառով, որ իր հրամանով նոր բնակավայրեր են ստեղծվում, որոնք որևէ կերպ պաշտպանված չեն, իրենք ստիպված է այնտեղ առաջնագծից փաստորեն ստիպված էր հանել։ Սա ասենց, հիմա անդրադառնում ձեր հարցի առաջի մասին, մեծն հսկաների ոնց ասցիք, հսկաների արճակատում պետք է հիշեմ երջանկայի շտակ Արմեն Հովհաննիսյանին, իր սիրած թեմաներ, ինքը ասում էր սպասի տես 6 ամիս սպասի մասկն ու Թրամփը կռվելու են, երկու նարցիս միտեղ չեն կարող գնան, կարող եք ձեզ մոտ էլ եթերներում ասե իր ազատարար բլոգում էլ կա տենց որ փորփրեք, շատ ենք խոսել դրա մասին, ակնհայտ էր, որ այս երկու նարցիսները, երկու իգոները հնարավոր չի, որ իրանք յոլա գնային, բայց ոչ մեկ չէր պատկերացնում, որ անմիջապես դուրս գալուց հետո գոտկատեղից ներքև հարվածներ կսկսեն հասցնել իրարել, ես պատկերացնում եմ, որ մասկը դե դուրս կգա, մի քիչ կմրթմրթա, հետո կասի, որ դելավես գնացի բիզնեսով զբաղվեմ, օրինակ ես ձեզ այլևս չեմ ֆինանսավորի 26 թվականի կոնգրեսի ընտրություններին, ինչ տրամաբանական կլիներ, որովհետև տենց ինչ-որ գործերը այդքան լավ չէր եւ ինքը իրան վտարեցին, որովհետև ինքը դարձել էր տոքսիկ, որովհետև ըստ պաշտոնական տվյալների թմրադեղերի օգտագործման չափ ու սահմանը չէր ճանաչում, այսինքն շատ հաճախ իր վարքը պայմանավորված էր նրանով, որ բժիշկների կողմից դուրս գրված դեղերի չափերը, դեղաչափերը ինքը զգալիորեն գերազանցում էր, դրա համար այդպես իրանք բաներ թույլ տալիս, որոնք որ մեծ հաշվով ստապ վիճակում հնարավոր չի պատկերացնել, որ կանի կամ դա ներ Միացյալ Նահանգների, ներ ամերիկյան խնդրեմ է, թե դա դուք կարծում եք։ Ես ասեմ, Տեսլան միջազգային է, չէ, Տեսլան միջազգային ընկերություն է, որ ամբողջ աշխարհում տնտեսական ցուցանիշներով տապալվեց։ Այսինքն դա ակնհայտորեն ներամերիկյան չի, որովհետև
տեսեք դուք շատ ճիշտ նկատեցիք, այդ ստերի տարափը, որ օվալ օֆիսից դուրս էր գալիս, Տրամպը հələ չմտած, որ ինքը ասում էր 24 ժամում Ուկրաինան կանգնացնել, մենք այս գլխից ասում ենք, որ դա հնարավոր չի, ասենք դա հիմարություն է, ոչ թե հնարավոր չի, որովհետև չի ստացվի, չեն թողել, դա հիմարություն է, լայնամասշտաբ պատերազմ, որը գնում է 3-րդ տարին, որտեղ կիրառվում են բալիստիկ հրթիռներ, տանկեր եւ օդուժ, չի լինի կանգնացնել 24 ժամում, դա պնդողը հիմար է, դա հնարավոր չի, այսինքն նեղանան ինձանից, եթե դուք հավատացել, դա գլխավոր ցուցիչներ, որով չէր կարելի ընտրել Տրամփին։ Բայց այսօր մենք ինչ ունենք, մենք ունենք ավելի թեժ պատերազմի, մենք ունենալու ենք ավելի թեժ պատերազմ, որովհետև մարդ, ով պետք է կասեցներ պատերազմը, շարունակում է իրեն պահել, որպես մանկապարտեզից վազելով փախած պաղպաղակառնող մի երիտասարդ չէ, պատանի չէ, երեխա, մանկամիտ, այսինքն, երբ որ խնդիրը գնում է նրա մասին, որ դու մարտ ամսից ասում ես 2 շաբաթ ժամանակ տվեք, եթե Ռուսաստանը չհամաձայնվի, պատժամիջոցներ կմտցնենք, ու արդեն որերորդ 2 շաբաթ անցնում է, ու դու պատժամիջոց չես կիրառում, քեզ սկսում են վերաբերվել որպես փալաս, լատ, որով հատակ են մաքրում, ու կեղտոտ տեղերում, որովհետև դու այլևս ոչ մեկ ես, ամբողջ կոալիցիան դավաճանելուց հետո շարունակելով խոսել Պուտինի հետ, ոչ մի արդյունքի չի հասել, ամբողջ աշխարհը ծիծաղում է, բոլորը գիտեն, որ Պուտինը սենց բան է, խաբում է, քթից բռնած քաշատալի, այս կողմ են կողմ։ Ինչ եք տեսնում, իհարկե ոչ ոք դեռ չի կարող դա ասել, Պուտինն էլ այս գիշեր ոնց որ թե Արթուն մնաց մինչև լույս, հա։ Այո, արթուն էր մնացել մինչև լույս, Կիև էին փորձում Հարվածել են էլի մարդեն սպանել խաղաղ բնակիչներ, ուկրաինական փայլուն օպերացիան, որի հարցունքում ոչնչացվել է Ռուսաստանի ռազմավարական այդ 3 հիմնական կոմպոնենտներից մեկը դե ֆակտո ոչնչացվել է, որտեվ իրենց հատուկ ծառայությունները սպասեցին ինչով ռուսները խայտարակ եղան, անստին ընդամենը վնասվել է, ասին դե որ վնասվել է, եկեք մենք ձեզ տեսաշարքը տանք, այս տեսաշարքով 23 հեռահար ռազմավարական նշանակության ռմբակոծիչի ոչնչացման կադրերն են, ընդ որում ասին որ էլի կա, սպասեք կտանք։ Հիշեցնեմ, ուկրաինական գնահատականներով, հայտարարությունով 41-ներ, այսինքն դա նշան կլոր թիվ է։ Չեն ասել 40-ից ավել, ասել են 41, դա նշանակում է իրենք 41-ի տեսանյութը ունեն։ Ինչով է սա կարևոր։ Իրականում Ռուսաստանի հեռահար ռազմավարական ավիացիան Tu-95-երի եւ Tu-160-ների, այսինքն այդ հիմնական բանն է, կա նաեւ Tu-22 M3, որոնք որ մի քիչ ավելի շատ են, բայց իրանք Ամերիկային կամ Եվրոպային այդքան, հիմա արդեն ՆԱՏՕ-ի սահմանը, որ Ֆինլանդիան հաշվենք, այո, բայց մեծ հաշվով իրանք ավելի փոքր շարավով աշխատանքի համար են։ Սրանք այդքան շատ չեն։ 41-ը նշանակում է առնվազն կեսը ոչնչացված է։ Առնվազն կեսը, որովհետև սովետական միությունից հետո, փլուզումից հետո արտադրվել է 1 հատ, ընդամենը 1 հատ 93 թվականին, 92 թվականին Tu-95M եւ 1 հատ Tu-160, այն էլ արտադրվել է, որտեղ իրանք կանգնած են ավելի երկար կառուցեցին։ Այսինքն 0-ից չեն հավաքել, 88-ից հավաքում էին, 1-92-ին, 1-93-ին, այսինքն ոչ միայն չի արտադրվել դրանից հետո, այլ նաեւ արտադրելու հնարավորություն չունի։ Այսինքն Ռուսաստանը այլևս ռազմավարական նշանակության հեռահար ավիացիա ու ռմբակոծիչ ունի 50%, ինչը նշանակում է չունի։ Վատագույն սցենարը։ Վատագույն սցենար չկա, սա լավագույն սցենարն է։ Բունկերում Պուտինին թեժ պատասխան, խիստ պատասխան չկա այդպես բան, գոյություն չունի այդպես պատասխան, որովհետև բոլոր մարդիկ, ովքեր հետևում են պատերազմի, հասկանում, որ ամենալուրջ բանը, ինչը Պուտինը կարող անի, որ բոլորը վախենան, ասենք
չգիտեմ, մտնի պետդումա ասի ես հրաժարական եմ տալի, այդ ժամանակ կվախենան բոլորը, որովհետև կհասկանան, որ այն մնացած միջուկային զենքը մնա անտեր։ Դե ոչ իրատեսական սցենար եք նկարագրում։ Չկա գոյություն չունի Այսինքն պատերազմ։ դուք ուզում եք ասեք չկա։ Չէ, տեսեք, 3-4 տարվա մեջ մենք ամեն ինչ տեսել ենք։ Տեսել ենք նույնիսկ այն հրթիռները, որոնք կոնվենցիոնալ պատերազմ չեն կիրառվում, որտեղ իրանք միջուկային զենք տանելու համար են, բայց այդ հրթիռներն էլ ենք տեսել, որոնց մեջ դրված է եղել զուտ մետաղի կտոր, որ քաշել լինի։ Այսինքն չկա այնպիսի մի իրավիճակ, Այդպիսի նոր զենք չկա, որի զենք չէ, արեշնիկը ընդհանրապես աղբա։ Արեշնիկը աղբա։ Աղբ չի, դա էր իրենց ոնց որ թե հաղթաթուղթը ճիշտ էր, դրանց հետո Իսկանդեր ունեին։ Չէ, Իսկանդերը էլի ունեն, Իսկանդերը էսա 3-4 օր առաջ, 3 հատ Իսկանդեր ոչնչացվեց Կուրսկի մարզում, չէ, կներեք Բրյանսկի մարզում, բայց հարցը դրանում չի, խնդիրը զենքը չի, իրականում զենքը չի կրակում, մարդն է կրակում, ես դրա համար եմ ասում, որ կարևոր իրավիճակն է, գոյություն չունի այնպիսի մի իրավիճակ, որին ուկրաինական կողմը պատրաստ չի կամ չի տեսել արդեն։ Ուկրաինան տեսել է ռուսական զորքերը Գոստոմելում եւ Բուչայում, եւ սա ոչ միայն ցեղասպանության մասն եմ ասում, այլ նաեւ Կիևին շատ մոտիկ, դա 17-18 կիլոմետրի մասն է խոսքը գնում։ Սրանից ավելի վտանգավոր բան հնարավոր չի, դրանից ավելի վտանգավոր մենք է ռուսական զորքերը Կիևում, որը որ չի լինելու, որովհետեւ պատերազմը երկար է շարունակվելու։ Պատերազմը Այս վերջին հարցնում եմ ես։ Այս վերջին, հարցնում եմ այս վերջին տեսեք, բանակցությունների արդյունքը, կարծես թե զուտ մարդասիրական կարելի ասել։ Արդյունք չի եղել։ Դա հումանիտար ոնց որ դա ասենք նորմալ է։ հիվանդներին, վիրավորներին տեղափոխեցին։ Շատ կարևոր է, որ 6000 բան դի փոխանցելու թեմայով Ռուսաստան տակարդն անգել, որտեղ ինքը պաշտոնապես ընդունել է ընդամենը 5700 զոհ այս պատերազմում։ Ռուսական կողմը ունի պաշտոնապես, ռուսական կողմը այլ թիվ չի հրապարակի 5700։ Դե հիմա պատկերացրեք, որ Ռուսաստանից գալիս է տեղեկություն, որ 6000 դի ուկրաինացիք են տալիս։ Իսկ ուկրաինացիք կարող են տալ միայն այն պարագայում, եթե ռուսական զորքերը եղել են եւ նահանջել են, որտեղ հակառակ դեպքում ոնց որ եթե դու հարցակվում ես ու քո զորքը զոհա տալիս, այդ դիերը քո տարածքում են, հետո դու պետք է տաս։ Սա նշանակում է, որ նահանջելու բան։ Նահանջելու թեմաները այդքան շատ չեն։ Ուղղակի 2 տարի չեն պահել։ Խնդիրը նրանում է, որ Ռուսաստանը չունի տարբերակ Ուկրաինային թելադրի իր ցանկությունները։ Դրա համար է մեծիցքինակ է եւ դրա համար չէին գնացել Վատիկան, այլ գնացել էին Պոլս։ Որտեղ Պոլսում բանակցությունները անցնում են Պուտինի լավագույն ընկեր Էրդողանի դրոշի տակ, որը ոչ մի պատասխանատվություն չի կրում, որպես կողմ, որպես միջնորդի ներկայացուցիչ կամ պլատֆորմի ներկայացուցիչ, արտաքին ներկայացուցիչ նստած է եղել Ֆիդան։ Ֆիդան ով է համաշխարհային բանի մեջ, ոչ մեկ, Թուրքիայի արտգործնախարար, ոչ մի առանձնապես բան։ Վատիկանում եթե լիներ խոսակցություն, այս մեմորանդումը Մեդինսկու տված արդեն պարզ է, չէ՞, դա կարդացել եք երևի թե, դե չգիտեմ, կարող է դիտողներ չեն կարդացել, հայտարարություն է։ Ռուսաստանը պահանջել է, որպեսզի Ուկրաինան դուրս գա բոլոր այն մարզերից, որոնք ինքը հայտարարել է, որ Իրանն է, այն չի գրավել, բայց ասում դուրս պետք է գաք։ Ու բանից, շփման գծից եւ սահմանից ուկրաինական զորքերը պետք է հետ քաշվեն։ Բացի դրանից, Ռուսաստանը պահանջել է, որ ՆԱՏՕ-ն չընդունի Վրաստանին եւ Մոլդովային, բացի դրանից պահանջել է, որ այդ թղթի տակ ստորագրեն ԱՄՆ-ն, Բրիտանիան եւ Ֆրանսիան։ Այսինքն սա բացահայտ հիմարություն է, մի հիմարն էլ ընդեղ է նստած Կրեմլում, չունեն դա վաղուց գիտեինք։ Ես ուղղակի զարմանում դրա հետ ոնց կարելի է խոսել։ Զարմանում նաև Նիկոլ Փաշինյանի որովհետև ենթադրում եք, որ նման պահանջներ չէին կարող ընդունվել։ Ոչ միայն նման պահանջներ չէին կարող ընդունել, դա ես չգիտեմ ինչ տեսակի ծանր թմրադեղերի տակ պետք է նստած լինի մարդ, որ տենց բան անի։ Այսինքն հատուկ գնացել են տապալելու բանակցությունները, դա այդպես կարելի գնահատել։ Ես ենթադրում եմ, որ Մեդինսկին իրոք հավատում է, որ այդ հնարավոր է ինչ-որ մեկը ստորագրի։ Չէ, ինքը իրոք հավատում է, որ Ռուսաստանը դրան մենակ կարող համաձայնվի։ Այսինքն Ռուսաստանի վերնախավը, այն ինչ որ կարելի է կոչել այդ
ալկոհոլիկների մեջ վերնախավ, իրանք իրոք մտածում են, որ դա է լուծումը։ Այսինքն Ստամբուլը ցույց տվեց, Ստամբուլում այդ բանակցությունները ցույց տվեցին, որ կողմերը սարսափելի հեռու են ոչ միայն խաղաղությունից, այլ ուղիղ բանակցություններից անգամ առարկայական բանակցություններից, ինչ որ արդյունավետ գոնե մի կետում համաձայնություն գալուց։ Այսինքն պատերազմը շարունակվելու է։ Դրա մասին կարելի էր հայտարարել այդ ինչ որ դուք ասեցիք, կարելի էր հայտարարել այն պահին, երբ իրանք հրաժարվեցին գնալ Վատիկան եւ ասում որ գնում են Պոլս։ Արդեն պարզ էր, որ դեպի ուր են գնում։ Դե ակնհայտ է, հասկանում եք, եթե մարդ ցանկանում է խաղաղություն, ինքը չի բանանում, չի ասում եկեք 2-3 օրով խաղաղություն անենք, որ դիակները հավաքենք մարտի դաշտից։ Այդպես չի լինում։ Դու տենց խաղաղության չես գնում։ Այս ընթացքում հիմա նայում ենք Ռուսաստան-Հայաստան, Մատվիենկոն, Վալենտինա Մատվիենկոն է ժամանել Հայաստան եւ ասում են ոնց որ թե մոռացա չեմ գտնում այդ ձևակերպումը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների դե ես վերաձևակերպեմ կամ պարզապես իմաստ ասեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ոնց որ նոր շունչ տալու, նոր այսպես երանգներ տալու միտումով է եկել։ Դրանից միաժամանակ առաջ Լավրովն էր Հայաստանում, եկեք Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին այժմ խոսենք, հիշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել է հեռախոսով Թուրքիայի նախագահի հետ եւ խոսենք նրա մասին, որ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Իրանի նախագահն է գալու Հայաստան։ Տարածաշրջանային Վերջի երկուսը ոչ մի կապ չունեն առաջի։ Տարածաշրջանային ես հիմա ասեմ, այդ Լավրովի հայտարարած 3 գումարած 3, Փեզեշքյանի հայտարարած եկեք բոլոր խնդիրները լուծենք տարածաշրջանում եւ Ռուսաստանը արդյոք իրեն տեսնում է տարածաշրջանային խաղացող եւ ինչ է այդ ամբողջը նշանակում Հայաստանի համար։ Ոչ մի բան չի նշանակում, գոյություն չունի ձեր նկարագրած տարածաշրջանը, ինչի մասին ձեզ բազմիցս հայտարարել եմ։ Ձեր եթերներից գոյություն չունի տարածաշրջան 3+3 ընդհանրապես։ Լավրովի այցը Հայաստան պայմանավորված էր նրանով, որ երկար ժամանակ շփում չկար, վարչապետը փոխանակերտական հեծանվազք աներ դեպի Սևան, որոշեց, որ ինքը պետք է մայիսի 9-ին գնա եւ լինի խայտարակ Մոսկվայում, ինչը մեծ հաջողությամբ արեց։ Գնաց եւ եղավ խայտարակ։ Դա Ռուսաստանի կողմից գնահատվեց որպես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների բարելավման հնարավորություն։ Եկավ պարոն Լավրովը ինքը նույն կոկաինաձին։ Եկավ Հայաստան, որպեսզի բացի Սյունիքում բան հիպատոսության բացման մեջ իրան մերժեցին ակնհայտ է, որտեվ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը կորցնի կողմնացույցը եւ քարտեզը եւ իր լազերով տաշած 29743 կիլոմետրը քառակուսի միևնույն է Հայաստանում այն իշխանությունները, որոնք բացեցին Ռուսաստանում բացեցին Սյունիքում Ռուսաստանի դեսպանատուն, հռչակվելու են քրեական հանցագործ, որտեղ դա հակասահմանադրական է, որտեղ Ռուսաստանը Հայաստանի թշնամին է, ինչի մասին Մատվիենկոն, Լավրովը, Պուտինը բազմիցս հայտարարել են Բաքվում, որովհետև քանի Հայաստանը չունի Ադրբեջանի հետ Նիկոլի Սիրիաց խաղաղության պայմանագիրը, ցանկացած երկիր, որ ասում է, որ Ադրբեջանն իր ռազմավարական դաշնակիցն է եւ Ադրբեջանի հետ իրանք հարց ու պատասխան չունեն եւ ոչ մի պահանջ չունեն, ցանկացած նման երկիր Հայաստանում պետք է գնահատվի որպես թշնամական երկիր։ Վերջակետ, ուրիշ թեմա չկա այստեղ։ Այսինքն Ռուսաստանը գնում է, նույն Մատվիենկոնն այնտեղ գնում, նույն Լավրովն է գնում, երեք Ռուսաստանի դեսպանները, եվրոպական երկրներում Ռուսաստանի դեսպանները իրենց հերթական նիստը արել են Բաքվում։ Այսինքն Մոսկվան համարում է Բաքուն այնպիսի մի ռազմավարական դաշնակից քաղաք, որտեղ ինքը կարա բերի իր դեսպաններին եւ պետական գաղտնի, հույժ գաղտնի ինֆորմացիա քննարկի, որտեղ դեսպանները ունեն այդ հնարավորությունը եւ այդ օրենքն։ Հետեւաբար Մատվիենկոյի այցը Հայաստան, հիշեցնեմ, որ ինքն էլ բանն է, վալկստական, հարբեցող վալկան է, հայտնի կոմսոմոլ, մեջքից թույլ, տարօրինակ բարոյական պատկերով մի անձնավորություն։
որը շատ վաղուց ասում են, որ ինչ որ մի հանդիպման ժամանակ կարողացել է Ալեն Սիմոնյանից խոսք կորզել, որ դու Նենսի Պելոսիին ծաղիկներով դիմավորել ես, Հիմա էլ ինձ դիմավորել։ հիմա էլ ինձ պիտի ծաղիկներով դիմավորես, ինձ թվում է ամբողջ թեման հետա։ Ուրիշ բան, ֆեդերացիա այդ բանի իրանց սենատի նախագահը Վայելկաստականը Հայաստանում քննարկելու չունի, որովհետև մեզ մոտ իհարկե պարլամենտական երկիր է, բայց սենատը ուրիշ տիպի բան է, ուրիշ տիպի կառույց է, մենք դրա համարժեքը չունենք։ Ես գտա այդ ձևակերպումը 10 գործակալություններ հայտնել, ուրեմն Մատվիենկոն կայցելի Երևան ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։ Հարցս հետևյալն է, պարզապես ձևակերպումը ներկայացրեցի, ինչ է անում այսօր Ռուսաստանը Հայաստանում։ Ինչ նպատակներ է հետապնդում կամ կապում Ռուսաստանը Հայաստանի հետ։ Հետախուզական դիվերսիոն ցանց է պատրաստում, որպեսզի այն պահին, երբ համարեն, որ դա անհրաժեշտ է, մեջքից խփեն։ Ռուսաստանը բացառապես դա անում, ինքը հերթական ցեղասպանությունն է պատրաստում։ Ուրիշ ոչ բան չի անում։ Շատ կտրուկ եւ կոշտ Դե ինչ ժամանակն է խոսելու ինչ որ գնահատական տվեցիք։ Հանգիստ ապրում ենք, եկեք ճշմարիտ խոսանք, էլի, քանի կարող ենք, որ բան չլինի, տպավորություն չստեղծվի, որ Հայաստանում ինչ որ մեկի մոտ այդ լեգենդը շարունակի, Ռուսաստանը թշնամական պետություն է։ Ռուսաստանի այսօրվա իշխանությունները ռազմական անձնագործն են, ընդ որում մանկապիղծ։ Տեսեք, դուք հիշատակեցիք, որ Բաքվում Բայրամովի գլխավորությամբ գնում է այդ Բայրամովիչի Բայրամովն է այնտեղ նստած։ Բայրամովը նստած է, բայց դա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Բաքվի հետ միասին շատերը գնահատեցին դա որպես հակաեվրոպական, Եվրոպայի դեմ ուղղված, այսպես ժողով։ Նրանք ոնց որ հավաքվել են ամբողջ եվրոպական երկրների Ռուսաստանի դեսպանները Բաքվում, որպեսի իթիվս իհարկե այլ իրենց խնդիրների հակաեվրոպական գնահատեցին։ 22 թվականին Ուկրաինայում լավ անեկդոտ առաջացավ։ Երկու ընկեր խոսում են հեռախոսով, մեկը ասում բա ինչ կա, դե ասում չես հավատա, բանը Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ կռիվ է տալիս, ասում ու դե այդ 22 թիվներ, ասում դե արդեն 60,000 կորուստ ունի, ասում բա ՆԱՏՕ-ն, ասում դե չես ՆԱՏՕ-ն հələ չի եկել։ Հիմա Ռուսաստանը Ադրբեջանում հակաեվրոպական ինչ ուզես կարա անի։ Ես դրա համար ասում գոյություն չունի այդ ձեր նկարագրած տարածաշրջանը, նմանա բան, այլ է Արմենի սիրած խոսքերից, համախոհների տերարիում։ Իրանք իրանց հետ կարան այնտեղ նստեն, ինչ ուզեն անեն։ Դա ոչ կապ չունի Եվրոպայի հետ։ Եվրոպան լրիվ միևնույնն է, ասենց ասեմ։ Մեր մոտ հիմա ինչ անդառնում, մեր մոտ ասենք նորդիկ բալտիկ երկրների արտգործնախարարությունների պետական քարտուղարներն են ստեղ, որոնք գլխավոր քարտուղարները, որը ասեմ, որ սա 6 ամսվա մեջ երկրորդ նմանատիպ նորդիկ բալտիկ երկրներից երկրորդ շատ մեծ այցելությունն է, կներեք, սա շատ մեծ այցելությունն է Հայաստան, որը նշանակում է Հայաստանը ամբողջությամբ կարողանում է ինտեգրվել եւ այդ երկրների կշիռը դա 8 երկիր է, իրենց կշիռը եւ թե տնտեսական, թե քաղաքական, թե ռազմական, այնտեղ Շվեդիա կա, Նորվեգիա կա, բան որոնց հետ որ մենք լուրջ բաներ ունենք, հնարավորություններ ունենք ռազմաարդյունաբերության եւ բանակի զորացման տեսանկյունից, գոյություն ունի Լիտվան, Էստոնյան թվայնացման տեսանկյունից, Լիտվան դրոնային այդ լուծումների տեսանկյունից, որոնք որ բավականին մեծ աջակցություն են ցուցաբերում Ուկրաինային, ահռելի նշանակություն ունեցող հարաբերություններ Նորվեգիայի հետ, որոնք որ ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա, որտեղ Ադրբեջանում ներդրումներ ունեն եւ միջազգային շուկայում հեղինակություն, միջազգային ասպարեզում հեղինակություն են, բացի դրանից միջազգային շուկայում նաեւ նավթի եւ գազի տեսանկյունից իրանք շատ կարեւոր մատակարարող են Եվրոպայում, օրինակ ասենք, չգիտեմ, ինչ որ Ադրբեջանը մատակարարում է, Նորվեգիան այսպես կարա փակի, եթե մենք լավ հարաբերություն դիվանագիտություն լավ հարաբերությունը ստեղծես, ասես գիտես ինչ կա, սրանք ռազմական հանցագործներ են, մանկապիղծ են, գերեզման ոչնչացնող են, եկեղեցի ոչնչացնող են, ամեն օր կրակում են։ Արի ինչ կլինի այդ 5 միլիարդ խորանարդ մետրը, որ քո համար ոչ մի բան է, մի 2 տարի տուր, սրանք դու սոված կրտան, հետո կերևա ինչ կլինի, էլ։ Այսինքն դա դիվանագիտության շնորհքն է, որ պետքա մենոնք անեն։ Դե իհարկե դա ավտոմատ կնշանակի պետք է հասկանալ, հա, որ Ադրբեջանին նեղելը ինչի
ինչի են մերոնք այդպես վախենում, մերոնք ասած Նիկոլենք այդքան վախենում, որտեվ իրանք լավ գիտակցում են, որ Ադրբեջանը Ռուսաստանի մինյոնն է։ Դուք անդրադարձաք Փաշինյան Էրդողան խոսակցությանը, ինչը որ լրիվ նորմալ է հարևանների միջև, այնտեղ տոնը։ Ու Փաշինյան զանգել է, դրան նորմալ են վերաբերվում։ Փաշինյանը զանգել է, շնորհավորել է եւ որպիսի բալանսը պահի, Էրդողանը շնորհավորել է 26 թվականի գարնան տեղի ունեցող եվրոպական այդ այո գագաթնաժողովը, որը գարնանային սեսիան կանցնի Հայաստանում աշտանային, եթե չեմ սխալվում, Իռլանդիա, այսինքն ցենց շուտ Եվրոպայի երկու ամենաձերերն։ Սրա իհարկե ամենավատ այդ գաղտնաժողովների ամենավատ լուրերն էր, որ 28-ին պետք է գնան Ադրբեջան, բայց հուսով եմ մինչև 28 թվականը Ադրբեջանը ավելի ժողովրդավար երկիր կլինի, իսկ Ալիևը չգիտեմ Կադաֆին դեսպանների հետ միասին կլինեն ժողովրդավար։ Չէ, Ռուսաստանի դեսպանները չեն լինի։ Ռուսաստանին պետք է վերաբերվել որպես սատկող բյուզանդական կայսրություն։ Ես ասել եմ 1453 թվականն է։ Պատկերացրեք Բյուզանդիան 1453 թվական, հիշեցնեմ, դա Բյուզանդիայի վերջի տարին էր, դրան այդ մայիսի 29-ին Օսմանյան զորքերը մտան Պոլս։ Ռուսաստանը հիմա 1453 թվականում է եւ ինքը ոչնչացման եզրին է եւ ինքը անցել է այդ անդառնալի կետը եւ ինքը չի վերականգնվելու։ Ռուսաստանը չի վերականգնվելու ոչ որպես գերտերություն, ոչ որպես տարածաշրջանային գերտերություն, ինքը լինելու է հոշոտելու առարկա։ Իրան հոշոտելու են հիմնականում կենտրոնական Ասիայի երկրները եւ Չինաստանը։ Վերջ։ Այս թեման փագը անկախ ամեն ինչից այս հակառուսականության վրա կեղծ քաղաքական օրակարգ Հայաստանում ստեղծելը արդեն անիմաստ է, որտեղ ակնհայտ է, որ Ռուսաստանը թշնամի է, բոլորը հասկանում են, այդպես մարդ չկա, ով չի հասկանում։ Ուղղակի կան մարդիկ, ովքեր մտածում են, որ մինչև վերջի վայրկյանը իրանք դախլչություն կանեն, փող կաշխատեն ընդեղից եւ չեն հասկանում, որ դրանով իսկ կարող են Հայաստանը թողել Ռուսաստանի փլատակների տակ։ Եվ կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ սա վերջացավ։ Վերջ, էլ խոսելն էլ անիմաստ։ Այսինքն մեր քաղաքական դաշտում էլ պետք է զտել ամենօրյա խոսակցությունը Ռուսաստանի մասին ավտոմատ իրան ուղղացնում է։ Չէ, Ռուսաստանը գոյություն չունի։ Գոյություն չունի անիմաստ։ Հայաստանում ինքը անիմաստ է։ Ընդ որում ես գիտեմ, որ նույնիսկ պետական մարմիններում կան մարդիկ, ովքեր տենց են։ Իհարկե կան մարդիկ, ովքեր օրինակ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը, որը անհասկանալի կերպով փորձել է ռազմաարդյունաբերության ոլորտում աշխատող ընկերություններին մտցնել միջազգային պատժամիջոցների տակ, առաջարկելով այդ ընկերություններին Սբերբանկ ներդրում անել։ Այսա այդ Մխիթար Հայրապետյան կոչվածի նախարարությունն է, որը կամ չգիտի ինչի մասին է խոսքը, պաշտոնապես նամակին պատասխանել է, որ իրանք տեղյակ չեն, որ Սբերբանկը պատժամիջոցների տակ է։ Տեղեկացնում ենք։ Իրենց չեն տեղեկացրել։ Տեղեկացնում ենք դրա համար, չնայած քրեական օրենսգիրքը ասում է չտեղեկացված լինելը հիմք չի հանդիսանում պատասխանատվություն խուսափելու։ Բայց սա արդեն տեղեկացնում ենք նաև համապատասխան մարմիններին ընդհանուր մինչև վարչապետ։ Հարգելի պարոն վարչապետ, դու ես նշանակի։ Ոնց կարա մարդ աշխատի ռազմաարդյունաբերության ոլորտում ու չիմանա, որ Ռուսաստանում չկա ընկերություն, որը պատժամիջոցների տակ չի։ Չկա տենց ընկերություն, որը Սբերբանկը 100 տարի է պատժամիջոցների տակ։ ՎՏԲ-ն է պատժամիջոցների տակ, ասենք, մեր կառավարությունը չգիտի, որ ՎՏԲ-ով կարողանում են դեռևս մինչև հիմա պետական ինչ-որ վճարումներ անել։ Կամ պետական ինչ-որ կազմակերպություն, պետական կամ տեղական կառավարման մարմիններ, ովքեր ՎՏԲ-ում հաշիվ ունեն, ժողովուրդ ՎՏԲ-ի այդ գործարքները իրանք միջազգային տեսանկյունից նշանակում են, որ դու մարդասպան ես, որովհետև եթե ՎՏԲ-ն քեզ վրա աշխատում է 0.1%, դա կապ չունի, որ դա կարող է 10 լումայա։ Դու 10 լումայի երեխա ես բռնաբարել ու մորթել։ Այսինքն սա պետք է հարցին մոտենալ։ Դուք պարզապես բացեք ձեր այդ ձևակերպումը, խոսքը գնում է Ռուսաստանի հետ համագործակցության մասին։ Հա, անդորում, այո, Yandex-ը, բանը, ասենք այդ բոլոր ընկերությունները, որոնք պատժամիջոցների տակ են, դա հետաքրքրության համար չի, դա իրանք քխա բան, սենց բան չի, չէ։ Այնտեղ Ռուսաստանի բյուջեն 45%-ը դա ռազմական ծախսեր է։
Այսինքն ցանկացած հարկ վճարած ռուբլուց 45 կոպեկը գնում է մարդասպանության եւ մանկապղծության վրա։ Եթե դուք ձևավորում եք ինչ-որ հարկային դաշտ Ռուսաստանի ընկերության համար, դուք այդքանով մասնակցում եք եւ դառնում եք մանկապիղծ եւ մարդասպան։ Կան դժվար է։ Գովազդ եմ հատարում եթերում, սիրելի հայրենակիցներ, հեռախոսազանգեր եւս տեսնում եմ, անպայման կընդունեմ հեռախոսազանգերը եւ հնարավորություն կտամ, որպեսզի դուք ձեր հարցերը ուղղեք մեր հյուրին։ Այժմ գովազդը եթերում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։ Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ 1%, հա։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի 1%, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծաներիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։
Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Կարեն Սարգսյանի հետ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ սոցիոլոգ վերլուծաբան։ Պարոն Սարգսյան, մեր զրույցի առաջի հատվածի ամենավերջում մենք սկսեցինք խոսել այն մասին, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում ներքաղաքական վիճակը նկատի ունեմ։ Այսպես ձևակերպենք, ես այդպես եմ այս վերջերս ձևակերպում, նախընտրական Հայաստան, ճիշտ է, մինչև ընտրությունները դեռ կա տևական ժամանակ, բայց կարելի է ինչ արդեն կատարվում է գնահատել որպես նախընտրական շրջան, նախընտրական ընդհարումներ, նախընտրական պայքարի, այսպես արտացոլում։ Դե մեկ տարի ամենացել հետ հաշվոր կարակ սկսեք ինչի չէ որ հանգիստ կարելի է։ Տրամաբանական է, որտեղ դե մեծ հաշվով ամբողջ ներքին քաղաքական ընդհանուր առմամբ ներքին քաղաքական կյանքը վերաբերվում է իշխանության պայքարին։ Ուղղակի եթե նոր ընտրությունները վերջացել դա մի քիչ հանգստանում է, կեսից սկսում են ճնշել կառավարությանը, հետո արդեն բարձր նախընտրական է դառնում, կառավարությունը սկսում է տակից դուրս գալ։ Ոնց որ հա իհարկե տրամաբանական է։ Սենց ասեմ սխալ չի։ Ինչպես է գնահատում ընթացքը, ինչ ենք տեսնում, ինչ կարող ենք պատմել, ճիշտ է, մեր հայրենակիցները այժմ, ասենք, որոնք Հայաստանից դուրս են բնակվում, այս պահին մեզ դիտում են, մեր հեռուստադիտողները, նրանք ուշ-ուշով հետևում են ինչ է կատարվում Հայաստանում, բայց եթե ձեզ հարցնեն, ինչ է կատարվում Հայաստանում, ինչ կասեք։ Պրոռուսական ուժերը մեռնում են բաննա թափ են տալի իրանք փորձում են մի կերպ վերականգնվել շատ վատավիճակները շատ եւ ստեղծում են տպավորություն որ միակ պրոռուսական ուժը դա Նիկոլն է այսինքն այն ինչ որ պրոռուսական կարա լինի Հայաստանում դա այն է ինչ որ ԿՊ-ն ինքը նույն Նիկոլ դրանից ավելի պրոռուսական Հելվարկանիշ ոչ մեկ չի հավաքի։ Դուք առավելագույնը ոչ թե միակ, այլ առավելագույն պրոռուսական ամենամեծը, որովհետև չէ դե պարզ մարգինալներ կլինեն, որ դուրս կգան ռուսական դրոշներով, կասեն որ ոչ, բան գիտեք ինչ կա, եկեք միութենական պետություն։ Դուք շարունակում եք կնդել, որ Փաշինյանը ոչ թե դեպի Եվրոպա է գնում, տանում երկիրը, այլ դա իրենց պաշտոնական դիրքորոշումն է։ Իրանք չեն պատրաստվում դիմել Եվրամիության անդամակցությանը։ Պաշտոնական դիրքորոշում։ Իրանք հնարավորինս ուզում են մոտիկ կանգնեն Եվրոպային, միևնույն ժամանակ չհեռանան Ռուսաստանից։ Դա տենց չի լինում, ես ասում կմնան Ռուսաստանի փլատակների տակ։ Հնարավոր չի։ Եվ այդ կեղծ ձևակերպումները 3 գումարած 3 էպսիլոնի քառակուսի արմատ խորանարդ հանած սինուս պի կես բալանսավորված ինձ չի թվում որ իրանք ֆիզիկա անցել են բավականաչափ դպրոցում որպեսզի այո ինձ պատմեն թե բալանսը ոնց է լինում որովհետև Հայաստանի բալանսավորված քաղաքականությունը պետք է նշանակի որ բազմիցս ասել եմ օրինակ չգիտեմ ռազմավարական ոլորտները ամբողջությամբ ազգայնականացում հետո կիսվում են Ամերիկայի, Հնդկաստանի, Եվրամիության եւ միգուցե ինչ որ 4-րդ խաղացողի միջև, որովհետեւ Ռուսաստանը ներդրում չի կարող անել։ Հիշեցնում եմ, Ռուսաստանը գտնվում է պատժամիջոցների տակ։ Օրինակ, եթե Ռուսաստանի երկաթգծերը, որոնք որ 100% հարավ-կովկասյան, այսինքն հայկական երկաթգծերի տերն են, փորձեն Հայաստան բերեն շատ բան չէ, մեկ շարժակազմ լոկոմոտիվ բերողը իրանք Հայաստանի երկաթգծերը կհայտնվեն երկրորդական պատժամիջոցների տակ, որովհետև այնինչ կոչվում է պատշիպնիկ Ռուսաստանին վաճառել արգելված եւ չի կարա դա բերեն ուղղակի այդքան բան Ընդունենք հեռախոսազանգ, շնորհակալ եմ պատասխանի համար այո լսում ենք ձեզ բարև ձեզ Ալո Բարև ձեզ Բարև ձեզ Ես ուզում ասեմ որ ռուսները մեզ միշտ 2 դար խափում են նոր ջանանում է էլի Հայաստանի ժողովրդի վրա Եթե կարելի հարցի ձևով, հա, ձևակերպեք ձեր Հարցը նա որ Հայաստանում ևէ մի 20%-ն են ոչխար ռուսներին պաշտպանում Քոչարյանն է Սերժ
Որ տոկոսն է, լավ, Ոնց հարց, Հայաստանի, դուք թեթև ասեցիք այդ թեմային, թեման սկսեցիք խոսել, բայց նաև դուք սոցիոլոգ եք, գիտենք, բոլորն էլ գիտեն, որ հետևում եք այդ շատ վաղուց ցուցանիշներին։ են եկել ուղղակի պրոռուսական, չէ, այդքան չկա, կա մոտավորապես 30-32%, ինչի մասին որ մենք բազմիցս խոսել ենք, 30-ից 32%-ը պատրաստ են ընտրություն անել եղած քաղաքական ուժերից։ Այս տրամաբանության մեջ որ ես ասեցի, որ ԿՊՆ-ը, հանրապետականն է, դաշնակներն են, Վանեցյանի կուսակցությունը, չգիտեմ, եւ այլն, եղած քաղաքական ուժերից, որոնք եղել են մինչև 22 թվականի փետրվարի 24-ը, այ իրանց մեջ ընտրություն կայացնել պատրաստ են 32%, այդ 32%-ն է, որ ուրիշի բանի կարիք չունի։ Բոլորը պրոռուսական են, Չէ, այդ ուժերը, դե որ դուք թվարկեցիք, Բոլորը պրոռուսական չեն։ պրոռուսական մեկ ուժի եւ մյուս ուժի միջև է Այո, ընտրություն չէ, կատարելու։ մի րոպե, ընտրություն Այստեղ չէ։ հիմա հստակեցրեք։ Չէ, խնդիրը դրա մասին չի։ Ես ասում եմ, որ գոյություն ունի 32% բնակչության, ով բավարարված է նրանով, ինչը կա։ Պարտադիր չի, որ նրանք լինեն պրոռուսական։ Այդ ուժերն է պարտադիր չի, որ լինեն պրոռուսական։ Եղածների մեջ կան, որոնք որ գոնե հայտարարում են, որ պրոռուսական չեն։ Օրինակ Հանրապետություն կուսակցությունը Արամ Սարգսյանը ինքը պրոռուսական չի, բայց ինքը այդ ցանկի մեջ է։ Այսինքն այդ այն մարդիկ են, ովքեր մինչև 22 թիվը եղած քաղաքական դաշտով բավարարված են, բայց կա, ինչպես հասկանում ենք 68%, որոնցից ակտիվ պատրաստ են մասնակցել մոտավորապես 45-ից մինչև 50%, այն մնացած աբսենտիստներ են չեն մասնակցել, ովքեր նրանով բավարարված չեն։ Եվ այս մարդիկ տարօրինակաբար համընկնում են այն զանգվածի հետ, որոնք ասում են, որ Հայաստանը պետք է գնա եւ ինտեգրվի Եվրատլանտյան տարբեր կառույցներ։ Եվրամիություն, ՆԱՏՕ, հիմնականը դրանք է։ Այսինքն սրա մասն է խոսքը։ Բարձր լինելու են այդ ուժերը։ Հաջորդ հարցը, այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ Տիկին Արաքելյան, Կարեն ջան, բարև ձեզ, եկաժանակ ձեզ չենք տեսել, ինչ այլոց ցանկանում եմ ուշացումով ցավակցել ձեր լավ ընկեր Արմեն Հովհաննիսյանի համար, նա հաճախ է այցելում նորատապանի եթեր, նա իսկական արևմտամետ է, ի տարբերություն որոշ այլ արևմտամետների, եւ մենք ուշով նրան հետևում ենք, ինչպես նաեւ ձեզ Գլենդելից, բայց կուզենայի ձեզ հարց տալ Հնդկաստանի եւ Պակիստանի հետ կապված, դուք ասացիք, որ Պակիստանին ջախջախեց Հնդկաստանը, իմ հարցը ինչու է կարծում կարևոր, որովհետեւ մենք զենք ենք առնում Հնդկաստանից, իսկ Ադրբեջանը Պակիստանից, եթե ջախջախեց Պակիստանին Հնդկաստանը, ձեր կարծիքով ինչու Հնդկաստանը այդքան արագ համաձայնվեց հաշտության, որտեղ հիշեցնեմ Պակիստանը տերորիստական ակտ է կատարել ըստ մեղադրանքների Հնդկաստանում, իսկ Հնդկաստանի նախագահ կամ վարչապետը որոշել էր մինչև վերջ գնալ։ Ինչու այդ դեպքում այդքան արագ կանգ առավ պատերազմը, եթե Պակիստանը ջախջախվել էր։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Խնդիրը նրանն է, որ Հնդկաստանը կարիք չուներ ինքը իր զինվորներին մտցնել Պակիստանի տարածք։ Այն ռազմավարական նշանակության օբյեկտները, որոնց վրա կոպիտ ասած թիրախավորել էին հնդկական օդուժը եւ հրթիռային զորքերը, դրանք խոցվել են։ Իսկ զորք մտցնելը դա արդեն այլ տիպի, դա արդեն ագրեսիվ պատերազմ։ Այսինքն այդ օպերացիան, որը Հնդկաստանը հայտարարեց, ինքը հակատերորիստական օպերացիա էր։ Պաշտոնապես Հնդկաստանը պետք է ոչնչացներ ճամբարները, որտեղ պատրաստվում էին ԱԲԿ-ները եւ ենթակառուցվածքը, որի միջոցով ԱԲԿ-ները կարողան այդ թվում նաեւ Պակիստանը վրանց էին հասնում Հնդկաստանին։ Բոլոր մնացած այդ օդուժի այդ JF-17-ների վերացումը, հրետանումով որոշ կետերի ոչնչացումը, հրթիռների ոչնչացումը կամ հրթիռային կայանների, դա ոնց որ կոլատերալ դեմեջ էր, այսինքն կողքից Պակիստանը խառնվեց, դրա համար դրանց էլ հարվածեցին, բայց տարածք գրավելու հարց Հնդկաստանը չի դրել, խնդիրները կատարվել է, ինքը այդտեղ դադարել է։ Մյուս կողմից 3 օր առաջ, այսօր մեզ մոտ ուրբաթ է, 3 օր առաջ Հնդկաստանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ վերջացած չի եւ եթե պետք լինի մենք կշարունակենք։
Եվ հարցի մեջ ես որքան հասկացա, հարցը սկսվեց նրանից, որ զենքի թեման էր, այսինքն հարցի ենթատեքստը այն էր, որ Պակիստանի զենքը ավելի ուժեղ էր դրա համար, կանգնացրեց, Հնդկաստանը չկարողացավ դիմադրել, դիմակայել այդ զենքին, հարցը դա էր։ Պակիստանը զենք չի արտադրում, Պակիստանը օգտագործում է հիմնականում չինական եւ ունի հին F-16-եր մինչեւ այն ժամանակները, երբ որ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների պատժամիջոցների տակ հայտնվեց։ Ինքը ունի նաեւ, ասեմ, ԱՄՆ-ում արտադրված, Պակիստանի համար արտադրված սուպեր կոբրաներ կան, որոնք Արիզոնայում ուղղակի հանձնվեցին պահպանման, չի գալիս։ 6 սուպեր կոբրա ունեն, մինչև հիմա Պակիստանի թերթերը դրա մասին գրում են, որ ամերիկացիք մեզ խաբեցին։ Պակիստանը ունի F-16 առաջի սերնդի, որ նույնը, որը որ Թուրքիան, եւ իրականում աշխարհում մենակ Թուրքիան եւ Պակիստանն են, որոնք մնացել են այդ մակարդակի այդ դրանց վրա, դրա համար իրանք շատ հաճախ օդուժի բանը զորավարժությունները միասին են անում, խոսակցություն կար, որ 44-ի ժամանակ չնայած F-16-ները թուրքական էին, օդաչուները պակիստանցի էին եւ ես դրան հավատում եմ, որովհետեւ որպես այդպեսին բոլոր օդաչուները Թուրքիայի իրանք ՆԱՏՕ-ի բանում են, շտեմարանում են գտնվում բազայում եւ ակնհայտորեն ՆԱՏՕ-ի հետ լուրջ խնդիր կարող առաջանար։ Այսինքն, եթե մենք տենց ենք դիտարկում, չէ, Պակիստանը չունի առանձին վերցրած զենք, որը Հնդկաստանից ուժեղ է, իսկ չինական զենքի խնդիրը հետեւյալն է, չինական զենքը կարող լինի լավ, չեմ բացառում, բայց լավը իրանք չեն տա։ Դա մեկ, երկու, չինական զենքը հայտարարված բաները իր տակտիկա-տեխնիկական ցուցանիշները, որոնք իրանք հրապարակում են, մոտավորապես նման են բաների։ Թիրեմ փորձել եք ինչ-որ Չինաստանից Ալիբաբայից բան առնել, որի վրա գրած է, որ ասենք ինքը 10 մեգավատ է։ Կարաս ակումուլատոր առնես, որին գրած լինի, ասենք չգիտեմ 5000 ամպեր ժամ, հետո պարզվում որ այդքան չի։ Հետո հարցնում ես ինչի, ասում այդ ապրանքի անվանումն է, իրականում այդ փուճուր թղթի մեջ գրած է, որ 250 5000 չի։ Այսինքն այդ նույն պատմությունը այսօր որ սկսեցինք, այդ այսպես կոչված 5-րդ սերնդի, 5-րդ սերունդ 5-րդ սերունդը եւ այդ նույն չինական լրատվամիջոցները որ հայտնում են, որ այդ զենքը եւ այդ այդ ամենը որ զինում է Չինաստանը Պակիստանին, տեղեկացրեցին նաեւ, որ օդաչուները վերապատրաստում են անցնում Չինաստանում, այսինքն դեռ այդ փուլում են գտնվում։ Դե տեսեք, այնտեղ ռազմավարական դաշինք կա Պակիստանի եւ Չինաստանի միջեւ, ընդդեմ Հնդկաստանի։ Ակնհայտ է, որ այս դաշինքի դու դեմ պայքարելու համար Հնդկաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա ԱՄՆ-ի, Ճապոնիայի եւ Եվրամիության հետ, վերջը։ Այս ամենը մեզ հետաքրում է, որովհետեւ Պակիստանը վերջերս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ նրանք որոշեցին սիրտ են եւ մեկ մարմին են, երկու սիրտ են, երեք սիրտ են, ինչ է։ Այդպիսի 3 ազգ 4.5 պետություն բան հայտնի հին պատմություն։ Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Բարի երեկո ձեզ։ Ես ուզում եի հարցնել, Ռուսաստանը ամեն ինչ կանի, մենք երբ որ հեռանանք Իրանից, ամեն բանը կմտածի, որ մեզ կախման մեջ գցի եւ ենթարկացնի Իրանը։ Այդ պարագայում մենք ինչ կարող ենք անել եւ եւս մի հարց։ Հիմա ռուսները ճգնաժամի մեջ են, ճիշտ է, պատերազմի մեջ են, բայց ճգնաժամից դուրս գալու համար կարող են նրանք պատերազմը ավելի մեծացնել եւ դարձնել համաշխարհային պատերազմ։ Շնորհակալ եմ այսօր հարցս։ Շնորհակալություն։ Վերջից սկսենք, ոչ չեն կարող։ Որպեսզի համաշխարհային պատերազմ սկսի, երկրորդ կողմը պետք, որովհետեւ տանգոն երկուսով են պարում։ Ինչ պետք է անեն։ Պետք է միջուկային զենքով հարված են որ սկսի երկրորդ պատերազմ, հա, այս է թեման։ Ոչ այնպես որ համաշխարհային պատերազմը դա հերթական լեգենդներից է, որը որ մեծ հաշվով շատ ձեռ է տալիս Պուտինին։ Այն հարցը ինչ վերաբերվում է, թե ճգնաժամ։ Ինչով կարող է ենթարկացնել Ռուսաստանը Հայաստանին օրինակ։ Ոչ մի բանով։ Այսօրվանից ավել, ասենք, նու սենց ասեմ, 80% իր հնարավորություններից ինքը արել է Հայաստանում։ Ընդ որում, այս հիմա 80%, սրանց 10 տարի առաջ, ասենք 90 էր։
հա, հետ է պատտվում, հա։ Նույնիսկ ավելի շատ, որովհետև եթե հաշվի առնենք ամենակարևոր ոլորտներից մեկը ռազմաարդյունաբերությունը եւ զենքի սպառազինության գնումը, մեզ մոտ դիվերսիֆիկացված է ըստ Արմեն Գրիգորյանի անվտանգության խորհրդի քարտուղարի 90-ից իջել է 10 ռուսականը։ Այսինքն ինքը ավելի պետք է շնորհ։ Այո, մենք պետք է մնացած հարցերը, որով մենք պետք է կտրվենք, շատ ավելի հեշտ։ Օրինակ դոմ Մոսկվի փակել, Ռոսատրունչտվը փակել, Սպուտնիկ փակել, երկաթգիծը 28 թվականին երկաթգիծը իրանցը չի կոնցեսիա 28 թվին 26 թվին ավարտվում է, թե 28 թվին ավարտվում է եւ որից հետո ուղղակի չի վերականգնվելու, վերջ։ Կոնցեսիան անիմաստ է բնանանած ձեռքը։ Գազի հարցը հետեւյալն է, Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների եւ Ֆրանսիայի հետ պոտենցիալ կարելի է ուղղակի երկու Ամերիկայի հետ 3 մոդուլային են սարքում միջուկային ռեակտորներ, որոնք որ էներգիան կապահովեն, Ֆրանսիայի հետ կարելի է խոշոր սարքել 1-2, որը անհրաժեշտ է իրականում Հայաստանի 1-2 ռեակտոր, որից հետո Հայաստանի էներգետիկ անվտանգությունը եւ անկախությունը սուվերենությունը կապահովի միջուկային ռեակտորներով։ Գազը որպես հոսանքի արտադրության աղբյուր, որ դուրս գա արանքից մենամենակ բնակարաններում ջեռուցման, որն շատ հեշտ լուծվում է այդ արդեն, ընդերից որ դուրս է գալիս էլեկտրոէներգիա նորմալ արտադրության դեպքում կանցնենք նորմալ եվրոպական համակարգի, այսինքն ոչ թե գազով կտակածվի, այլ հոսանքով սաղ աշխարհը տենց անում, ինչ անում, ոչ մի խնդրեմ չկա, ես չեմ տեսնում խնդիր։ Գազը ասում են էժան է, հոսանքը։ Չի կարող գազը միջուկային էներգիայից էժան լինել, որովհետև գազի էժանությունը մեզ մոտ չափում են, թե ինչպես է Գազպրոմը վաճառում Գազպրոմ Արմենիային, այսինքն այդ իրանց մոտ ներկորպորատիվ հաշվարկ է, ինչքանով է մենք գնում, այդ մի հարց, այդ մեկ, երկու, գազը էժան է, եթե գազը քո հորից է դուրս գալիս քո տարածքում, եթե գազը երրորդ երկրով է անցնում, ընդ որում ոչ թե երրորդ երկրի գազը, այլ չորրորդ երկրի գազը երրորդ երկրով է անցնում, մեր դեպքում դա ռուսական գազը, որը անցնում է Վրաստանով, դա էժան չի, մենք կախվածության մեջ ենք Վրաստանից, Վրաստանի արտաքին քաղաքականությունից, Ռուսաստանից, երկրաշարժերից, չգիտեմ, ժամանակին ոնց որ ինտերնետներ ինչ որ մի տատիկ կարող է բանով մուրճով պատահաբար մալուխը կտրի կամ բանի Չէ, ուժեղ քամուց ինչ ասես կարա լինի չէ սենց որ մտածում ես բոլոր երկրներում իհարկե բայց ասենք դու պետքա բան անես դու պետքա հասկանաս ումից ես կախվածության մեջ մեզ ձեռ տվող գազը դա իրանական գազն է որը որ մեծ հաշվով միանգամից Իրանը արտադրող երկիր է արտահանող երկիր է ինքը մտնի Հայաստան Ռուսաստանի որ տշենք լավ կլինի կպայմանավորվենք Եվրոպայի հետ առանձին գծով Վրաստանով կտանենք Եվրոպա Հարցի մեջ կար այդ մշտական մի հարցը կար է այնտեղ Չէ դա է պատերազմը կարող է դուրս գալ սա Հա Ռուսաստանի հետ կապված հա ճգնաժամից եթե դուրս գա որոշի պատժել Հայաստանին այդ վախը այդ պատժել Հայաստանին ձևակերպումը շատ է դուր գալիս գիտեք ինձ Ես սիրում եմ մարդկանց հետ զրուցել, երբ որ իրենք տենց բաներ են ասում, որովհետև դա բացում է իրանց վախերը։ Ամեն մարդ ինչ-որ մի բանից վախենում է։ Փոքր ժամանակ վախեցրել են, մինչև տարիք մեծ, տարիք մինչև բան, ինքը շարունակում է դրանից վախենալ։ Ռուսաստանը կոնկրետ այս թեման նրանից է, որ կա կեղծ հայկական պատմագրության մեջ կա կեղծ ձևակերպում որ Ռուսաստանը Հայաստանին ինչ որ բանից երբևիցե փրկել է այդ կեղծը գալիս է 1828 թվականից երբ անիծված Խաչատուր Աբովյանը բռնեց լեզուն կիսեց եւ հայազգը կտրվեց քաղաքական օրինակ մեդիայից որը տպագրվում էր Սեբաստիայում, Ադանայում, Պոլսում, Վենայում, Մադրասում Փարիզում, Ցյուրիխում, Լոնդոնում մենք ունեինք քաղաքական միտք։ Ցավոք սրտի Ռուսաստանը այս տարածքը գրավեց։ Խաչատուր Աբովյանին անիծված լինի այն օրը, որ իր ոտքը կպավեց հողին։ Բերեց Տարտուից ոչ մեկ չգիտի ինքը ով է։ Ընդհանրապես ոչ մեկ չգիտի։ Հասկանանք, որ Աբովյան ազգանունը Աբու անունից, այսինքն ինքը կամ արաբական կամ ինչ-որ քրդական ծագում ունեցող մարդ։ Ինքը բերեց պտտեցին, սարքեցին, լեզուն կտրեցին, եկեղեցին զրկեցին հնարավորությունից
երրորդ դասարանից բարձր տալ, թույլ տվեցին բացառապես եկեղեցական դպրոց, որ Աստվածաշունչ կարդան։ Այսինքն ոչնչացրեցին գիտական պոտենցիալը։ Հետո ինչ ասեն, հավատում էին մարդիկ։ Էդ է սա խնդրեմը։ Մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ Ռուսաստանը եղերնը սկսել է 1829 թվականից։ Այդ հետո է Թուրքիան միացել 1915-ին կամ 1856-ին։ Ռուսաստանը արել է 1829-ից հայտնի հայտարարությունը, որ Թուրքիան Եվրոպայի հիվանդ անձնավորությունն է, պատկանում է Նիկոլայ առաջին Ռուսաստանի կայսր, որին Մեծ Բրիտանիայի թագավորը ասել էր. ես Հունաստանին եմ անկախ երկիր սարքում, դու Հայաստանին սարքի, ճղենք, պատռենք այդ Օսմանյան հրեշին, պրծնենք։ Ինչին Նիկոլայը պատասխանել է. ոչ, ինքը հիվանդ մարդ է, իրան Օսմանյան կայսրությունը հիվանդ մարդ է, իրան պետքա բուժել, դու չես կարող ամեն անգամ հանրապետություններ ստեղծես։ Ինչի, չես կարող ասում ապստամբությունները օժանդակես։ Ինչու, որովհետև Նիկոլայ առաջինը տականքների տականքներ, Ռուսաստանի կայսր, որ իրան հռչակել էր Եվրոպայի մլիցա ոստիկան, որտեղ տեսնում էր մարդիկ ազատություն էին անում, գնում մտնում մորթում էր։ Ամենայն դեպս մենք խոսում ենք այն մասին, որ վախենալ Ռուսաստանից Կարևորը չվախելն է։ Չվախելն է, ասում է Կարեն Սարգսյանը, սոցիոլոգ, վերլուծաբան, զրուցվար մեր Գայանե Արաքելյանը։ Բարին ձեզ, շնորհակալ եմ պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ հրավերին։